իմ հարցը վերաբերում է Իրանին։ Հայաստանը պահպանում է լավ հարաբերություններ թե Իրանի, թե Միացյալ Նահանգների հետ։ Ձեր կարծիքով կարող է արդյոք Հայաստանը առանց ստանձնել միջնորդի դեր եւ նպաստել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև լարվածության նվազեցմանը։ Բացի այդ, իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ թրիփ նախագիծը դիտարկում է որպես իր անվտանգության համար հնարավոր սպառնալիք եւ նույնիսկ առաջարկել է ստեղծել հատուկ մեխանիզմ այդ հարցերը քննարկելու նպատակով։ Արդյոք այս հարցը քննարկվում է Թեհրանի հետ եւ երբ է նախատեսվում ձեր այցը Իրան, որի շրջանակում սպասվում է Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հայաստանը համեստ փոքր պետություն է եւ մենք նման ամբիցիոզ հայտարարություններ եւ մտադրություններ չենք կարող ունենալ, որտեւ խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելը արդեն իսկ այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին տրիփ նախագծի վերաբերյալ, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում դա հենց առաջ է, ես շատ հստակ ասել եմ, որ մենք բաց ենք թափանցիկ ենք եւ պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև թրիփը տնտեսական ենթակառուցվածքային այո շատ խոշոր, շատ կարևոր նախագիծ է եւ դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի ոչ թե հենց այդ նախագծի մեջ, այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաեւ Պարսից ծոց, Սև ծով հաղորդակցությունը երկաթուղային Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի, Նախճեվանի, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով։ Եվ սա այն ուղղություններից մեկն է, որը իջիկ է դարձնում այն քննադատությունները, թե այս նախագծի իրականացումը տարածաշրջանի որևէ երկրի դուրս է թողում։ Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է եւ իհարկե դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք այս բոլոր կառուցողական նախագծերը կարողանանք իրականացնել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, կտեսնենք։ Պայմանավորվածություն կա, ժամանակ կոնկրետությունը պետք է դե առաջիկայում կառավարություն ձևավորվի եւ այլն եւ կտեսնենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը իշխանություն։ Պարոն Փաշինյան, դուք կրկին ասացիք,